Եթե կաթողիկոսը չէր ուզում, որպեսզի այս 10 եպիսկոպոսները բողոքի ձայն բարձրացնեին, թող չհրապարակեր Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ նյութերը։ Կաթողիկոսի որոշմամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից պաշտոնանք հայտարարված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի այս հայտարարությունից անցել է մի քանի օր։ Մայրաթորը որևէ հայտարարություն չի տարածել։ Մեկնաբանության համար լուրերը չկարողացավ կապ հաստատել նաև Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր-Եսայի Քահանա Արտենյանի հետ։ Զանգերն անպատասխան մնացին։ Իսկ ինչու է այդպես կարծում Գևորգ Սրբազանը։ Նախ մեզ ուղղում է։ Ես չեմ կարծում, այլ այդ համոզումը ունեմ։ Մանրամասնում է, մինչև տելեգրամյան ալիքով տարածվել է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերը նախ տարածվել էին եպիսկոպոսների շրջանում։ Հիմա ես շատ մանրամասների մեջ չեմ ուզենա մտնել, բայց այն իրողությունը, որ չէին կարողանում վերահսկել նրան եկեղեցական ասպարեզում, կամ որ նա թելադրողի դերում էր եւ որոշեցին, որպեսզի թույլատնեն նրա գործոնը եկեղեցում հրապարակել այդ պախարակող տեսանյութերը եւ հրապարակվեցին, երբ որ հրապարակվեցին, դա սկանդալ էր, ընդվզում առաջացրեց։ Պատմում է Արշակ Սրբազանի անձնականին վերաբերող մանրամասներ նախկինում էլ բերան շրջանառվել են։ Կաթողիկոսի մեր շրջապատից ենք առաջի անգամ այդ մասին լսել։ Այդ դեպքում ինչու նախկինում չեն պահանջել քայլեր ձեռնարկել։ Գևորգ Սրբազանը մանրամասնում է դրանք որպես բամբասանք են ընկալվել, շշուկով պատմվել։ Շահապիվանի ժողովի կանոնները որ բացեք, իդեպ դա առաջի ժողովն է, որի կանոնները պահպանվել են։ 444 թվականի ժողով։ Այնտեղ գրված է, եթե ասում է վկայությամբ հաստատվի, այսինքն պիտի վկայությամբ հաստատվի կամ անձերի, կամ փաստերի։ Ասում է տեսանյութերից հետո կաթողիկոսին տևական ժամանակ դիմել են, որ դիրքորոշում հայտնի։ Հետևողականորեն մերժում էր, ասում էր, որ եթե ես նրան կպնեմ, հայ եկեղեցին կքանդվի, կամ թե արդեն ժողովուրդը մոռացել է այդ մասին։ Մինչդեռս Սրբազանի եթե անգամ հասարակությունը չիմանար էլ, բայց տեսանյութերով այդպիսի սրբապղծությունը ապացուցվի, ապա դա պետք է գնահատական ստանա։ Հակառակ դեպքում իրենք ինչ գործ ունեն եկեղեցում։ Ասես փորձաքննությունը մինչև չունենանք չենք կարող որոշում կայացնել։ Փորձաքննությունը հանձնախմբի անդամներից մեկը, երբ որ ներկայացրեց կաթողիկոսին, կաթողիկոսը ասել դա բան չի փոխելու։ Եթե կաթողիկոսի հրահանգով են հրապարակվել տեսանյութերը, ապա ինչու է հետո պաշտպանել Արշակ Սրբազանին։ Հակասության մասին եմ հարցնում։ Պախարակեց, թույլատրեց մարդուն եւ հետո սկսեց պաշտպանել այդ մարդուն մեզանից։ Այդ մարդն էլ միակ հենարանը իր համարեց կաթողիկոսին եւ այսպես նախանձախնդրորեն սկսեց պաշտպանել նրան։ Ինտրիգ, պարզ, հաշվարկված իհարկե։ Ասում է, իրենք 10 եպիսկոպոսները ներքին խնդիրների մասին էլի չէին խոսի բարձրաձայն, եթե այսպես բացահայտ չոտնահարվեր սրբությանը, հավատին, հոգևոր կյանքին վերաբերող ամեն ինչ։ Իսկ իրենք չգիտեին ուր դիմել, քանի որ եկեղեցու կյանքը հիմնված է սրբազան ավանդության վրա, իսկ սրբազան ավանդության կարևորագույն մաս են կազմում եկեղեցական ժողովի կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն, բայց դրանք գործում են այնպես, ինչպես կաթողիկոսն է ցանկանում, պատմում է Գևորգ Սրբազանը։ Այն պահից սկսած, որ մենք պահանջել ենք հրաժարական, այդ պահից սկսած մենք տեղյակ չենք ինչ է կատարվում Մայրաթորում։ Մայրաթորից չկարողացանք նաև պարզել, արդյոք քննչական կոմիտե դիմել են պարզելու, թե ինչպես է տեսանյութը հայտնվել համացանցում։ Քննչական կոմիտեից սակայն լուրերին փոխանցեցին։ Իրենց որևէ մեկը առանձին չի դիմել տեսաձայնագրություններն օգտագործողի եւ իրացնողի ինքնությունը պարզելու, բայց քանի որ կա նախաձեռնված քրեական վարույթ, դրա շրջանակում քննիչն իրականացնում է համակողմանի քննություն, այդ թվում տեսաձայնագրություններն օգտագործողի եւ իրացնողի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Դեռ նախաքննության փուլում է, այլ մանրամասներ հայտնել չեն կարող։ Իդեպ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վարչապետի հետ եկեղեցու բարենորոգման օրակարգը նախաձեռնած 10 եպիսկոպոսներից առաջինը եւ դեռ միակն է, որին Մայրաթորը հայտարարել է պաշտոնանկ։ Գևորգ Սրբազանը իրեն թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատումը չի ընդունում։ Կարծում է մյուսներին վախեցնելու համար են այդպիսի քայլերի դիմում։ Այդ թվում թեմի քահանաներին, թեմի 24 քահանաներից 4-ն արդեն միացել է իրենց օրակարգին։ Մի նամակ է ցույց տալիս 15-ամյա դպիրն է ստացել անծանոթ համարից վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցած պատարագին նվագելուց հետո։ Հույս ունի իրավապահները կզբաղվեն։ Թեմական միջոցներն էլ յուրացված, այսինքն սարեցված է
բանկային հաշիվներին մեր մուտքը։ Ես էլ ասեմ, որ ֆինանսական կախվածության մեջ են բոլոր առաջնորդները դրված Մայրաթոր Սուրբ Էջմիածնից, որը նույնպես հակականոնական է։ Ինքը բոլորիս վերահսկում է, բայց իրեն վերահսկող չկա։ Եթե լիներ վերահսկողություն, ապա Մայրաթորի սեփականությունը իր սիրելիներին չէր նվիրի աչուձախ։ ինչ օրինակ։ Ասացի, թող հերքեն, որ այդպիսի բան չկա։ Մայր աթորի սեփականությունները։ Տարածք Տներ, օրինակ։ Դե թող հերքեն վաղը, որ այդպիսի բան չեն արել։ Լուրեր այդ հարցը եւս չկարողացավ ուղղել Մայր աթորի տեղեկատվական կենտրոնի ղեկավարին։ Գևորգ Սրբազանը այլ փակագծերել է բացում, շեշտմամբ այնտեղ, որտեղ յուրաքանչյուր մարդ պետք է գտնի ամենաիրական արդարությունը, անարդարությունը ամեն քայլափոխի։ Ինչի պիտի Մայրաթորի քահանան 500,000 դրամ աշխատավարձ ստանա։ Իսկ մարզի քահանան, եթե, չգիտեմ, թեմեի վիճակի է, լավագույն դեպքում 100 կամ 200 մաքսիմում 200,000 աշխատավարձ պիտի տա։ Իսկ միտեղ Մայրաթորի քահանաները ոչ միայն բարձր աշխատավարձներ են ստանում, այլև շաբաթ-կիրակի օրերը գնում են լավագույն վանքեր, Ռիփսիմե, Գայանե, Խորվիրապ, այնտեղ են ծես անում։ Այս անհավասարության դեմ ով պիտի խոսա։ Ով չգիտի սրա մասին։ Իրավիճակը արտառոց է եւ բնականաբար արտառոց լուծումներ է պահանջում։ Աստիճանաբար տարբեր եկեղեցականներ դուրս են գալու կաթողիկոսի վերահսկողությունից։ Հոգևոր ծառայողների շրջանում բարևարկությանը վերաբերող խնդիրները նորություն չեն, ինչու էին լռում տասնամյակներ։ Գևորգ Սրբազանը կարճ է պատասխանում, անպաշտպան էին, մանրամասնում է։ Որ մենք համախմբվենք, բարձրաձայնենք, հերթով պիտի կարգալույծ անեն։ Մենք պիտի, գիտեք, մենք եթե մի բան նախաձեռնենք, պիտի վստահ լինենք, որ արդարությունը կհաղթի։ Հիմա իրենք 10 եպիսկոպոս արքեպիսկոպոսներն ունեն այդ վստահությունը, նաև իրենց օրակարգին միացած 30 քահանաները։ Գիտեմ քահանաներ, որ սիրում են իրենց կոչումը, հավատում են դրան, բայց իրենք չեն հավատում, որ բան կարելի է փոխել։ Այսինքն այնպիսի կարծրատիպային մտածողություն կա իրենց մոտ։ Ինձ եկել ասում են, մենք Սրբազան չենք հավատում, որ բան կփոխվի։ Ասում է այսօր ցանկացած ուղղափառ, կաթոլիկ, թե առաքելական, բոլոր եկեղեցիների հոգևորականներն էլ, եթե բարևարկության ստուգում անցնեն, խնդիրներ կունենան։ Երբ որ խնդիր կա ու չես լուծում, այդ խնդիրը պիտի միշտ քո հետ լինի։ Պայմանները փոխեք, կուսակրոնությունը վերադարձեք իր բուն նշանակությանը, այն ժամանակ ամեն ինչ կլինի թափանցիկ ու պարզ։ Եկեղեցու պետը ամեն ինչից տեղյակ է եղել, քայլը ինքը պիտի աներ։ Իսկ գուցե չի փոխվել, որ բոլորը բոլորից միշտ կախվածության մեջ լինեն, ով գիտի, բարձրաձայն մտածում է Գևորգ Սրբազանը։ Դրա համար ամեն ինչ վերածվում է կեղծիքի։ Անդրադառնալով իրենց բարևարկությանն ուղղված մեղադրանքներին, նշում է, իրենք էլ են բոլոր ընթացակարգերով անցնելու։ Եթե մենք էլ չհամապատասխանենք, մենք այդ պատրաստակամությունն ու կամքը ունենք, չջղաձգվելու, չնեղվելու, մեր համար մեզանից թանկ, մեր հանգամանքից թանկ, մեր եկեղեցու հեղինակությունն է։ Իշխանությունը եկեղեցու դեմ չէ, Գևորգ Սրբազանի արձագանքն է տարածվող մեղադրական ձևակերպումներին, քանի որ իրենք էլ 40 հոգևորականները եւս եկեղեցու մաս են, եւ ինչին դեմ է իշխանությունը, իրենք էլ են համարում պախարակելի եւ բարենորոգման կարիք ունեցող քաղաքագետի գնահատմամբ ճգնաժամ կա, բայց ոչ թե եկեղեցու եւ պետության միջև, այլ եկեղեցու ներսում։ Ճգնաժամը կարելի ասել ավելի է խորանում, բայց նաև լուծումների տեսակետից ավելի պարզ է դառնում, թե ինչպիսին կարող են լինել այդ լուծումները։ Մեր ձավկա շրջապատը եւ ինքը կաթողիկոսը կարծում եմ այդ կարմիր գիծը հատել են եւ կոմպրոմիսի տեղ չեն թողել։ Իսկ այսպիսի գործողությունները արդյոք վնաս չեն եկեղեցու վարկին։ Տեսեք, եկեղեցու վարկին հարվածել է այն գործողությունը, որ սկսել են իրականացնել եկեղեցու ղեկավարները վերջի շրջանում։ Նրանք ըստ էության անուղղակիորեն պաշտպանել են ռազմական հեղաշրջման կոչերը, առաջ են քաշել ծայրահեղ հակաժողովրդավարական նարատիվներ, այնպիսի կյանքով են ապրել, որը որ հակասում է եկեղեցու կանոնակարգերին, եւ կարծում եմ, որ հանգուցալուծումը այս ամեն ինչի, կվերականգնի եկեղեցու հեղինակությունը։ Ավետարանը մեզ չի ասում լինել վախկոտ կամ
ուրանալ ճշմարտությունը։ Հիմա մենք ուզում ենք լինել անկեղծ, թե ուզում ենք այսպես շարունակվի։ Իրինա Կրչյան, Սերյան Անտոնյան, լուրեր։